Սերը իրենը չի փրկում, սերը չի ամբարտավանանում, սերը չի չարանում, սերը բարի է, սերը ընդհանրական է, տեսեք սերն Աստված է, Աստված ինչպես է սիրում մարդկությանը առանց խտրականության, իր արեգակը ծագեցնում է թե չարերի և թե բարիների վրա, և Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, Քրիստոս խաչվեց ոչ թե բարի մարդկանց համար, այլ մեղավորների համար, բարի մարդու համար որևէ մեկը միգուցե խաչվեր, բայց չար մարդկանց համարով կխաչվեր, հենց չարերի համար Քրիստոս խաչվեց և փրկեց բոլորին։ Սերը անշահախնդիր է, սերը Աստված է, իսկ Աստված անշահախնդիր է, որտեղ կա շահախնդրություն, այնտեղ սերը ցամաքում է, ինչպես ավետարանում մեր Տերն ասում է, երբ որ մարդու որդին գա երկրի հավատ կգտնի, սերը կցամաքի։ Ինչու մենք սեր չունենք, որովհետև շատ ենք նյութական, շատ ենք մարմնավոր, հոգևոր արժեքը, հոգևոր բարձրություն է տանում դեպի սեր, երբ որ դու չես զոհաբերում քո նյութական մարմնավոր աշխարհը, չես կարող սեր ձեռք բերել, այսինքն առանց զոհաբերության սեր չկա, ավելի մեծ սեր չկա, քան մարդ իր կյանքը զոհաբերի Քրիստոսի համար, իր բարեկամի համար, առաջին բարեկամի համար։ Զոհաբերությունը միայն բառացի չէ, այսինքն միայն պարտադիր չէ, որ արյուն հեղես և հավարի, որ զոհաբերություն։ Առաջին զոհաբերությունը ո՞րն է։ Կամքի զիջումը, երբ որ դու քո կամքը զիջում ես, խոնարհվում ես, այն ժամանակ առաջին զոհաբերությունը կատարեցիր։ Երկրորդ զոհաբերությունը, լեզվի սանձումը, երբ որ դու քո կարծիքը չես ասում, երբ որ դու լեզուդ սանձում ես, առաջ չես ընկնում, խոնարհվում ես, ասում է, եթե անգամ դու ճիշտ ես, և դա այդ հարցը հավատքի հարց չէ, բայց դու պնդում ես քո ճիշտը, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, չարից է։ Երբ որ դու քո կարծիքը պնդում ես և այդ հարցը կենցաղային առօրեական մարմնավոր հարցերի մասին է, բայց դու անընդհատ պնդում ես քո կարծիքը, առաջ ես գնում եմ չարի ազդեցության տակ ես դու։ Այսինքն դու սերը չտեսար, չխոնարհվեցիր։ Եվ հետո, երբ որ մարդը իրապես Քրիստոսի սերն է ունենում իր մեջ, ինքը շատ բաներում զիջում է, ինչու է զիջում, որտեղ սերը ավելի բարձր է գնահատում, քան անձնական կարծիքը, քան անձնական շահը։ Սուրբ Մեսեր շնորհալին բոլորին լույս էր ասում, ժպտում էր, ուրախ էր, լույս էր բոլորին ասում, և հետ բարկացնում են, ասում էր, լույս, եթե ինձ չխնայի կբարկանայի քեզ վրա, իրեն խնայում էր և չէր բարկանում, և այդպես ինչ էր շահում Մեսեր շնորհալին, իր խաղաղությունն է շահում, չէր վիճում, ուրախություն երջանիկը ապրում էր իր համար, իրանք բարկանում է ինքը ժպտում էր, ուրախ էր լինում և շահում էր իր հոգին, շահում էր դիմացինի հոգին։ Երբեմն մենք սիրում ենք ասել, թե սերը փոխադարձ պետք է լինի, սա աշխարհիկ չափանիշ է, լավ բան է, փոխադարձ սերը լավ բան է, բայց մարդկային սիրո մասին է խոսքը, այո, սերը փոխադարձ պետք է։ Իսկ Քրիստոսի սերը մեր հանդեպ փոխադարձ եղավ, թե չէ։ Հովհաննես Ավետարանիչն ասում է, դուք չէ որ սիրեցիք Աստծուն, այլ Աստված է, որ նախ և առաջ ձեզ սիրեց։ Մենք հենց չենք սիրել Աստծուն, բայց Աստված մեզ սիրեց։ Եվ եթե մենք փոխադարձում ենք Քրիստոսի սերը, Քրիստոսի սերը ոչ ավելանում է, ոչ պակասում է։ Իր սերը միշտ էլ ավել է, բարի է, բխում է սերը։ Քրիստոսի սերը մեր հանդեպ։ Մենք ենք շահում, երբ որ մենք Աստծուն սիրում ենք, այդ սիրուց ավելի ենք ստանում։ Բայց եթե մենք չենք սիրում Աստծուն, մենք ենք տուժում։ Այս սերը այսպիսի հատկությունն է։ Սերը ավելի շատ անշահախնդիր է։ Սերը հոգևոր է, սերը հավիտենական է։ Գիտեք, այդ փոխադարձ ասող սերը մի տեսակ առևտրի նման լինի, շահի վրա հիմնված լինի, և
ժամանակավոր լինի։ Այսինքն փոխադարձել ինչքան պետք է լինի։ Տվեցիր առար, բայց ինչքան կարաս տաս առնես։ Առևտուրը վերջում մի օր կդադարի, չէ՞։ Բայց աստվածային սերը հավիտենական է, անշահախնդիր է։ Դու անկեղծ սրտով սիրում ես Տիրոջը։ Պետք է սիրես Տիրոջը, ինչպես Տերը սիրեց մեզ։ Ասում է, եթե դուք ձեր բարեկամներին բարիք անեք, ինչով եք ավել մեղավորներից ու մաքսավորներից, չէ՞ որ նրանք էլ իրենց բարեկամներին բարիք են անում, որ փոխարեն ստանում։ Այսինքն փոխադարձ պայմանավորվածությունը, պայմանագիրը կնքում են իրար։ Ու վերջ։ Չէ։ Դա սեր չի։ Սերը անշահախնդիր է։ Սերը աստվածային Աստծուց է բխում։ Եվ գիտեք, հնարավոր է, որ մարդիկ այս սիրո աղբյուրը չճանաչեն եւ տարիներով իբրև թե աղոթեն, իբրև թե եկեղեցում լինեն, իբրև թե Աստված պաշտության լինեն։ Քանի դեռ մարդը չի զոհաբերվել, քանի դեռ չի խոնարհվել, ինքը սեր չի կարող ճանաչել։ Դե անպայման խոնարհվենք, դե անպայման զոհաբերվենք, հանուն սիրո, հանուն այն ուրախության, հանուն երջանկության։ Սուրբերը ինչ էին ուզում են զոհաբերություն, հանուն Քրիստոսի զոհաբերություն։ Իրենց ոնց ասեմ, հոգու կերակուրներ այդ զոհաբերություն։ Ուզում են չարչարվել հանուն Տիրոջ։ Ես երբեմն մարդիկ եմ տեսել քրիստոնյա հավատացյալների մեջ, որ իրենք այնքան նվիրում ու սեր ունեն իրենց մեջ, բայց քիչ են հազվագյուտ են այդ մարդիկ, որ իրենք մարդ են փնտրում, թե ում օգնեն։ Ամեն տեսակի օգնություն, թե հոգեպես, թե նյութապես, թե ֆիզիկապես, թե մարմնապես, թե հիվանդության հասնի։ Այսպիսի խելահեղ գեղեցիկ հրաշալի քրիստոնյաներ, որ իրենք ասենց գիշեր-ցերեկ օգնություն բարիք են ուզում անել, եւ դա խելահեղություն չի, դա իրական սերն է։ Սերն է իրենց բխում, իրենց տանում դեպի փրկություն, դեպի ուրախություն։ Եվ սերը դառնում է երկնքի արքայության բանալին։ Եթե դու այս սերն ունես, ուրեմն Քրիստոսի մոտ պետք է լինես, որտեղ ուրիշ հնար չկա։ Երբ որ ես բարձրանամ ձեզ բոլորի դեպի ինձ կպետք է ձգեմ, ինչով պետք է ձգի, որն է այդ ձգողական ուժը, սիրով պետք է ձգի։ Բայց եթե քո մեջ մագնիս չկա, այդ ձգողական ուժը ոնց քո վրա պետք է ազդի։ Այդ մագնիսն ինչ է, քո մեջ սեր պետք է ունենաս։ Դրա համար սերը երկնքի արքայության բանալին է դառնում։ Այսինքն Քրիստոս քո մեջ դնում է սերը, դու էլ զարգացնում ես այդ սերը, բոցավառվում ես, կրակում մերջով էլ գնում ես Քրիստոսի մոտ։ Ուրեմն սերը երբեք չի անհատանում, սերը իրենը չի փնտրում, սերը չի ամբարտանում, սերը խոնարհ է, սերը հավիտենական է։ Ամեն։